Պարոն Պողոսյան, շնորհակալություն զեկույցի համար։ Մենք վերջերս նկատում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների դեմ տարբեր սադրանքներ են նախաձեռնվում, ինչի բերումով նաև քրեական վարույթներ են նախաձեռնվում։ Այս տարի ազգային ժողովի նախագահի նկատմամբ միջադեպ սադրվեց, հիշում ենք, երբ ոմն իրեն բլոգեր համարող մեկը խառն արտահայտությունով փորձեց միջադեպ հրահրել։ Առհասարակ նման ինչ դեպքեր կան, ինչ իրավիճակ ունենք եւ կան արդյոք արդեն մեղադրանքներ կամ ավարտված նախաքննություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեր կողմից մատնանշված դեպքով մենք ունենք մեղադրյալ ներգրաված անձ, այդ անձի մասով արդեն նախաքննություն ավարտել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել ենք դատարան, բայց նշեմ, քանի որ գործը արդեն դատան ենք ուղարկել եւ հրապարակային դատաքննություն պետք է տեղի ունենա, ես կարող եմ ասել, որ քրեական վարույթով հենց ձեռք են բերվել այնպիսի տվյալներ, փաստական տվյալներ, որ իրականում դա հենց չեմ խորշի այդ բառից սադրանք էր, որովհետև երբ որ մենք քննչական գործողություններ ենք կատարել եւ հեռախոսի պարունակությունը եւ զննել ենք, մենք պարզել ենք, որ իրանց բառերով նշեմ, որ լավ շոու ստացվեց, այսինքն ակնհայտորեն այն արարքը, որը որ մենք մեղսագրել ենք, խուլիգանության հանցակազմը, առավել քան մեր կարծիքով հիմնավոր է, եւ ունենք նմանատիպ այլ քրեական վարույթներ, որոնց մասին, քանի որ որոշ քրեական վարույթներ գտնվում են նախաքննության փուլում, չեմ կարող բարձրաձայնել։ Շնորհակալություն։ Արձագանք չունեք։